Հանքարդյունաբերության մրցունակության բարձրացումը, արտադրական գործընթացների թվայնացումը, արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը դարձել են Seaside Startup Summit-ի շրջանակում անցկացված Mining Innovation Summit-ի առանցքային թեմաները։ Հատուկ նախագծի ձևաչափով կազմակերպված համաժողովը մեկ հարթակում համախմբել էր հանքարդյունաբերության, տեխնոլոգիական ոլորտի, ստարտափ էկոհամակարգերի, պետական կառույցների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին, քննարկելու Հայաստանի տնտեսության երկու կարևոր ուղղությունների համագործակցության նոր հնարավորությունները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով մարդկության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է պատկերացնել առանց մետաղների, իսկ դրանց արդյունավետ եւ պատասխանատու օգտագործման կարևոր բաղադրիչը թվային տեխնոլոգիաների ներդրումն է։ Հայաստանը ունի այդ ներուժը, մենք ընդերքով հարուստ երկիր ենք եւ այդ ներուժը ճիշտ պետք է օգտագործենք իշա մեր պետությանը, իշա մեր տնտեսական զարգացմանը։ Ինչպես ցանկացած արդի ինչ-որ ոլորտ, հանքարդյունաբերությունը բնականաբար առանց թվային տեխնոլոգիաների անհնար է աշխատել, առանց թվային մոդելների անհնար է ոնց որ սկսել արդյունահանումը ընդերքից եւ ամբողջ արդյունաբերական շղթայի մեջ օգտագործում են թվային տեխնոլոգիաներ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ թվայնացման գծով տնօրեն Սադիկ Ազիմովը վստահ է, հանքահարստացման ոլորտում նույնիսկ փոքր սխալը կարող է զգալի տնտեսական հետևանքներ ունենալ։ Ուստի արտադրական գործընթացների կառավարման, որակի վերահսկման եւ ռեսուրսների պլանավորման թվային համակարգերը դարձել են ռազմավարական անհրաժեշտություն։ Հանքահարստացման ոլորտն ու տեխնոլոգիաները շատ սերտորեն կապված են։ Հանքարդյունաբերության ոլորտը նաև պատրաստ է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, քանի որ այդ տեխնոլոգիաների խոշոր սպառողներից է եւ դրանց կիրառումը չափազանց կարևոր է ոլորտի համար։ Տեխնոլոգիական ընկերությունների համար շատ օգտակար է խորությամբ հասկանալ բավականին բարդ եւ առանձնահատուկ ոլորտը եւ լուծել այնտեղ առկա կոնկրետ խնդիրները։ Կարող եմ վստահորեն ասել, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ եւ արդեն իսկ դրական արդյունքներ ենք ստանում ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նշեց, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ, այլև նորարարական գաղափարներ ներգրավել ոլորտ։ Սա լավ հարթակ է նորարարական ստարտափեր, գաղափարներ առաջարկելու, որոնք հետագայում կարող են զարգանալ եւ էապես նպաստել հանքարդյունաբերության թվային զարգացման, վերափոխման, տեխնոլոգիական վերազինման համար։ Կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա բոլոր հարաբերությունները թվայնացնելու։ Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն արդեն լայնորեն կիրառում է թվային տեխնոլոգիաներ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կիրառելով արդյունաբերական նշանակության անընդհաճ թռչող սարքեր եւ լազերային սկանավորման համակարգեր, որոնք թույլ են տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ։ Հանքարդյունաբերության ոլորտում մենք բավականին լավ արդյունքներ ունենք այն իմաստով, որ խախտումները ավելի քիչ են արձանագրվել, այդ իմաստով մեր համար լավ արդյունքը ավելի քիչ խախտումներ հայտնաբերելն է իրականում։ Հաշվի առնելով, որ ընդերք օգտագործման ոլորտը այն միակ ոլորտն է, որ շրջակա միջավայրի բոլոր շերտերի վրա թողնում է իր ազդեցությունը։ Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը եւս կարևորեց տեխնոլոգիաների դերը, նշելով, որ տվյալների հավաքագրումը, շրջակա միջավայրի մոնիթորինգը եւ թվային լուծումների ներդրումն արդեն դարձել են ժամանակակից հանքարդյունաբերության անբաժանելի մասը։ Եթե մենք մի քանի տարի առաջ, տասնյակ տարի առաջ ունեինք 1-2 աշխատող IT ոլորտից, ովքեր որ ապահովում էին մեզ համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետ, այսօր հանքարդյունաբերության առանցքային մասնակազմում տեխնոլոգիական ոլորտը։ Mining Innovation Summit-ի գլխավոր գործընկերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Seaside Startup Summit-ը մեկնարկել է հուլիսի 27-ին եւ մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին կհամախմբի ստարտափերների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, բիզնեսի եւ ներդրումային համայնքի ներկայացուցիչներին, պետական կառույցների եւ միջազգային փորձագետների։ Անի Դանիելյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։